Բարի օր, սիրելի Աճանձի բիզնեսի զարգացման կենտրոնի հետևորդներ, ես մեր տոնական միջոցառումների շրջանակներում այսօր ուրեմն կներկայացնեմ ընտանեկան հոգեբանությունից շատ հետաքրքիր թեմա, բայց մինչ այդ բոլոր նրանք, ովքեր ինձ չեն ճանաչում, ասեմ, որ ես Անդրանիկ Բաբայանն եմ, հոգեբան, արտերապևտ, հատուկ մանկավարժ, ուսուցիչ եւ մենթոր, եւ մենք այսօր ընտանեկան հոգեբանության շրջանակներում քննարկելու ենք հետեւյալ թեման՝ ամուսնալուծություն, դրա պատճառներն ու հետևանքները, եւ մինչեւ դրան անցնելը ես կուզեմ ասել, որ ընտանեկան հոգեբանության տեսանկյունից, եթե մենք նայենք, ընտանիքի զարգացումը անցնում է մի քանի փուլերով, դա մինչ ամուսնական փուլն է, ամուսնական փուլը եւ քայքայման, այսինքն ամուսնալուծության փուլը։ Սակայն մինչև խոսենք, որպեսզի կարողանանք ճիշտ մեկնաբանել եւ հասկանանք ուրեմն ամուսնալուծությունների պատճառներն ու հետևանքները, ես կարծում եմ, այստեղ կարևոր է անդրադառնալ առհասարակ դրդապատճառներին, ինչի համար են մարդիկ ամուսնանում, որտեղ յուրաքանչյուր անձ, որը ծնվում է, գալիս է, ինչ-որ մի փուլ, որ ինքը հասկանում է, պետք է ընտանիք կազմի, ինքը ունի իր սեփական դրդապատճառները։ Նու լավագույն դեպքում, եթե մենք նայենք, մենք այստեղ դրդապատճառների մասին, հենց մինչ ամուսնական փուլից սկսած, այսինքն մինչ ամուսնական փուլը դա այն փուլն է, երբ որ անձը փնտրում է իր համար զուգընկեր։ Եվ այստեղ, եթե մենք լավագույն դեպքը փորձենք նայել, այն է, երբ որ մարդը ընդամենը ունի վերարտադրողական ֆունկցիայի շարունակելու այդ պահանջմունքը, այսինքն մարդը ուզում է իրենից հետո հետք թողնել, այս աշխարհում, սա լավագույն դեպքն է, եւ լավագույն դեպքն է լինում, երբ որ մինչ ամուսնական փուլից, այսինքն մարդիկ հասկանում են իրար, աղջիկը տղան կամ կինը եւ տղամարդը գտնում են իրար, հասկանում են, մինչ ամուսնական փուլից գալիս են արդեն ամուսնական փուլ եւ չեն հասնում քայքայման փուլին։ Սա իհարկե լավագույն դեպքն է, բայց ես ինչպես նշեցի, մենք այսօր անդառնալու ենք մի փոքր դժվար թեմայի, հատկապես մեր օրերում, դա հենց ամուսնալուծություններն են։ Նաև ես ուզում եմ մինչ ամուսնական փուլի շրջանակներում այս փուլում խոսել այն մասին, շատ աղջիկ երեխաների համար ինչն է դրդապատճառ հանդիսանում, որ իրանք նախ վաղ են ամուսնանում եւ հետո ինչի համար են ամուսնանում։ Շատ աղջիկ երեխաներ կան, որոնք իրենց ընտանիքի կողմից, այսինքն ծնողների կողմից չեն տեսնում այն հասարակ սերը, ուշադրությունը, իսկ մենք գիտենք հոգեբանության տեսանկյունից, որ յուրաքանչյուր անձի համար շատ կարևոր է նաև հոգեբանական պահանջմունքներ, այսինքն առաջին հերթին անվտանգության պահանջմունքը, սիրո պահանջմունքը, բայց երբ որ երեխան, աղջիկ երեխան իրենց տանը չի զգում այդ սերը, ապահովությունը ծնողների կողմից, դա իր մոտ կարող է առաջացնել նաև տագնապային վիճակներ, ինչու՞ չէ նաև հիասթափություն եւ երբեմն գիտեք նաև մանկական նևրոզների դա կարող է հասցնել այդ սիրո պակասը։ Եվ այստեղից աղջկա մոտ տենց ներքին պահանջմունք է առաջանում, որ ինքը ստեղծի իր ընտանիքը, ինքը իր ամուսնու կողմից սիրված կլինի, այսինքն ուշադրությունը սերը, որը ենթադրենք չի տեսել պապայի կողմից, ինքը դա արդեն ակնկալում է, որ տենալու է իր ապագա ամուսնու կողմից կամ այն սերը, որ չտեսավ մամայի կողմից, ուշադրություն չտեսավ, սա արդեն ինքը մտածում է, որ դա կտեսնի իր ապագա ամուսնու կողմից։ Իհարկե, միշտ չի, որ աղջիկները սա գիտակցաբար են հասկանում, բայց շատ բան չի, որ մենք գիտակցում ենք։ Այսինքն շատ բաներ կան, որոնք ենթագիտակցական մակարդակում են գնում։ Եվ ես հիմա խոսում եմ ոչ միայն գիտակցված նմանատիպ ամուսնալուծությունների, ենթադրենք, այլ նաև անգիտակցականից եկող, դրդապատճառների մասին։ Եվ այս դեպքերում, երբ որ վաղ են ամուսնանում, ես ասեմ, որ իմ պրակտիկայում որպես հոգեբան քիչ եմ տեսել որպես այդպիսին ավանդական ամուսնություններ, որ ասենք 19-18 տարեկանում բոլոր տրադիցիաներով ամուսնանում են, շատ լինում է դեպքեր, որ փախնում են ինչ-որ տղայի հետ, հոգնելով իրանց ընտանեկան այդ մթնոլորտից։ Եվ երբ որ այս մինչ ամուսնական փուլում այս աղջիկները գտնում են, տղամարդ, որի հետ որոշում են կապել իրենց այդ ակնկալիքները, սիրո ապահովության, այլ նաև որոշում են իրենց հետ ամուսնանալ, գալի հասնում են ամուսնական փուլ, արդեն մինչ ամուսնականից եկան հասան ամուսնական փուլ եւ արդեն կենցաղում, առօրյայում, կյանքի ընթացքում տեսնում են, որ փաստորեն այն պահանջմունքները, այն ակնկալիքները, որոնք ունեցել են իրենց ծնողներից, սերը, ուշադրությունը, բավականաչափ դա չի կարողանում իրեն տալ նաեւ իր ամուսինը։
Եվ այստեղ արդեն առաջանում են ընտանեկան տարբեր կոնֆլիկտներ, խնդիրներ եւ այլն, հա։ Եվ երբեմն լինում են նաեւ դեպքեր, որ այս ընտանիքներում ծնվում են երեխաներ, մամաները, այս աղջիկ երեխաները, որոնք արդեն դարձել են մամաներ, տան կանայք, իրանք կամ չափից շատ են սկսում իրանց երեխաներին սեր տալ, գերխնամքով այս ծանրաբեռնել, կամ ընդհակառակը հուզական մերժվածություն ցուցաբերում եւ մտածում են, դե մեր մաման մեզ սիրել է, որ մենք մեր երեխուն սիրենք։ Եվ ցավոք սրտի ես պիտի ասեմ, որ պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ դեպքերը, երբ որ հասնում են ամուսնական փուլին, իրանք երբեմն նաև մեծամասամբ ունենում են քայքայման փուլի են հասնում, այսինքն շատ են նմանատիպ բաժանությունները։ Այսինքն տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում, որ մենակ այն փաստը, որ աղջիկ երեխաներին, ինչու՞ չէ նաև տղա երեխաներ, հայ, առհասարակ երեխաներին, երբ որ ծնողական սերը չի տրվում, այդ ներքին բազային պահանջմունք չի բավարարում, սա բերում է նրանց մոտ վաղաժամ ամուսնությունների եւ ցավոք, ինչպես նշեցի արդեն, վաղաժամ նաև ամուսնալուծությունների եւ ահա թե ինչն է պատճառը հանդիսանում, օրինակ այս վերած դեպքի հետ կապված, ինչ կարող ամուսնալուծության պատճառ հանդիսանես, որ ընտանիքը քայքայվի։ Եվ եւս մեկ օրինակ եմ ես ուզում դիտարկել, սկսած արդեն մինչ ամուսնական փուլից, ինչպես դա կարող է հասնել ամուսնական փուլ եւ գալ արդեն քայքայման, եւ այստեղ այն մի փոքր ցավոտ թեմայից եմ խոսելու, գիտեք, շատ ժամանակ մարդիկ, երբ որ հա զուգընկերոջ ընտրության հարցում, շատ ժամանակ մարդիկ նայում են հակառակ սեռի արտաքինին, բայց ցավոք սրտի լինում է այնպես, որ օրինակ աղջիկը կարող է շատ գեղեցիկ լինի, բայց ենթադրենք ինքը ունենա հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եւ դեպքերը հոգեբանության պրակտիկան ցույց է տալի, որ կան ընտանիքներ, որտեղ աղջիկ երեխաներ ունեն հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ եւ ծնողները, աղջկա ծնողները սա թաքցնում են, մտածում են դե ամուսնացնեն աղջիկ երեխուն, ամուսինը իր արդեն կպայ, այսինքն տեսեք դեռ չտեսած, չիմացած թե ով կլինի իրանց աղջկա ենթադրենք ապագա ամուսինը կամ իրենց ապագա փեսան, արդեն ծնողները ակնկալում են, որ ինչ որ մի տղամարդ պիտի հոգ տանի իրանց աղջկա այդ հոգեկան առողջության հետ կապված առանձնահատկությունների մասին եւ շատ դեպքերում թաքցնում են ծնողները, ասենք գտնում են ինչ որ մի տղայի ենթադրենք եւ ամուսնական մինչ ամուսնական փուլում, այսինքն շատ աղջիկների, ինչ չէ նաեւ տղաների ամուսնության դրդապատճառը սա է, այսինքն ծնողների ընտանիքի դրդապատճառը, ամուսնացնենք մեր աղջկան կամ տղային, որպեսզի արդեն մեկ այլ ընտանիք հոգա իր դժվարությունները։ Եվ պրակտիկան ցույց է տալիս, որ մինչ ամուսնական փուլից կարող են այս զույգերը հասնել ամուսնական փուլի, բայց երբ որ բացահայտվում է խնամքով թաքցրած այս ճշմարտությունը, դառը ճշմարտությունը միանշանակ լինում են շատ դեպքերում ամուսնալուծությունը, այսինքն երբ որ ամուսնու ընտանիքը բացահայտում է, որ իրենց հարսը ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, բնականաբար այստեղ ցավոք սրտի անխուսափելի են լինում քայքայման փուլին հասնելը եւ տեղի ունենում ամուսնալուծություններ։ Ահա եւս մի, այսպես ասած, դասական օրինակ, թե ոնց է տեղի ունենում, ինչի պատճառով է տեղի ունենում ամուսնալուծությունները ընտանիքում։ Եվ հետևանքը տվյալ պարագայում ինչ կարող է լինել, եթե կան երեխաներ այս ընտանիքում ծնված, արդեն կարելի ասել բաժանությունը բնականաբար ազդում է երեխայի հոգեկան աշխարհի հետ, այսինքն այստեղ երեխան էլի կիսատ է կարծես թե մնում, այսինքն իր պապան կա, բայց մաման ու պապան առանձին են ապրում։ Սա մի առանձին թեմա է, սա մի առանձին խոսակցության թեմա է բացում, որը այս եթերի շրջանակներում չեն կարող անդրադառնալ։ Ինչևէ, ես ուզում եմ նաև բոլոր դեպքերում խոսենք, թե արդեն ամուսնական փուլում, երբ որ մինչ ամուսնական փուլում ոչ մի խնդիրներ չկան, ամուսնական փուլում, երբ որ ամուսնանում են, այս ամուսնական փուլում ինչ կարող պատճառ հանդիսանան, որ ամուսինները բաժանվեն, հա, ամուսնալուծություն տեղի ունենա։ Դե բնականաբար, այստեղ ես ուզում եմ խոսել սեռական բնազդների մասին, ամուսնական կյանքում, ամուսնական փուլում ավելի շուտ ամուսնալուծություններ կարող են առաջանալ այն դեպքերում նաև առաջնահերթ այն դեպքերում, երբ որ զույգերը սեռական կյանքում անհամատեղելի են։
Սա եւս բերում է ամուսնալությունների։ Ենթադրենք կնոջ մոտ անդադ կա այդ սեռական, այսպես ասած, քաղցը եւ տղամարդը աշխատանքի բերումով չի հասցնում բավարար չափ ուշադրություն դարձնել կնոջը կամ հակառակը։ Եթե կինը օրվա մեջ 8-ից 12 ժամ աշխատում է գալիս է տուն, նա որքանով կարող է բավարարել իր ամուսնու այդ պահանջմունքները ամուսնական կյանքի հետ կապված, եւ երբեմն այս դժվարությունները ամուսնական կյանքի հետ կապված դրանք եւս արդյունավետ կարող են բերել ամուսնալությունների։ Շատ դեպքերում ամուսնալության պատճառ դառնում է այն, որ կանայք ունենալով իմ նախորդ օրինակը բերելուց, ունենալով այդ ուշադրության պակասը ընտանիքում ծնողներից եւ ունենալով նաեւ իհարկե ցածր ինքնագնահատական, միշտ ակնկալում են բացի իրենց ամուսիններից, նաև օտար տղամարդկանց, այսպես ասած, ուշադրություն, այսինքն անդադ ուզում են ուշադրության կենտրոնում լինել, ոչ թե զուտ սեռական ինչ-որ դավաճանության համար, այլ դա իրենց դուր է գալիս, չնայած մյուս դեպքներ չեն բացառում։ Եվ երբեմն զույգերից որևէ մեկի ամուսնու կամ կնոջ դավաճանությունը եւս կարող է ամուսնական փուլում բերել քայքայման փուլի, ամուսնության փուլը վերածվի քայքայման փուլի եւ բաժանվեն, ամուսնալություն տեղի ունենա։ Եվ ելի հետևանքները ցավոք սրտի կրում են նման տիպ ընտանիքների երեխաները իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրենց ուսերի վրա մանկական տրավմաների ձևաչափով կամ մանկական նևրոզների ձևաչափով։ Եվ այստեղ ամուսնական փուլում էլ ինչ կարող է պատճառ հանդիսանալ, որը դատանում է ընտանիքի քայքայմանը, իմ պրակտիկայից ես կուզեմ ասեմ, երբ որ ընտանիքում ես շատ եմ տեսել դեպքեր, երբ որ ամուսինները իրար շատ են սիրելով ամուսնացել են, մինչ ամուսնական փուլում ամեն ինչ հրաշալի է եղել, բայց երբ որ ամուսնացել են եւ ինչ պատճառներից ելնելով չեմ ուզում դրա մասին խոսեմ հիմա, որտեղ դա եւս առանձին թեմա է, ընտանիքում ծնվել է, ասենք, հատուկ կարիքով երեխա կամ երեխաներից ինչ-որ մեկը ախտորոշվել է, ենթադրենք աուտիստիկ սպեկտրի խանգարում կամ այլ տեսակի առանձնահատկություն եւ ցավոք սրտի ես որպես հոգեբան տեսել եմ պրակտիկայում, թե ինչպես են ամուսինները, դա պատճառաբանելով բաժանվում իրենց կանանցից եւ միայնակ թողնում իրենց կանանց իրենց հատուկ կարիքով երեխայի հետ, այսինքն տեսեք հետարքի պարադոքսալ կարծես թե բան է ստացվում, բայց մինչ ամուսնական փուլում կարող է ոչ մի խնդիր չլինի, բայց ամուսնությունից հետո այդ նույն սիրող զույգերի մոտ ենթադրենք ծնվի հատուկ կարիքներով ինչ-որ մի երեխա եւ դա դառնա պատճառ, որ ամուսինը թողնի ու հեռանա, նաեւ ասեմ, որ կան դեպքեր, երբ որ կանայք են թողնում երեխաներին իրենց ամուսինների մոտ եւ հեռանում, սա եւս, այսինքն կարա պատճառ լինի ամուսնալուծության, այդ մեկը մյուսի մեղադրանքը, որ դու ես մեղավոր, որ մեր երեխան էսպես ծնվեց, դու ընտանիքների կոնֆլիկտներն ա գալիս զույգերից յուրաքանչյուրի եւ այդպես շարունակ, այսինքն սա եւս պատճառը հանդիսանում եւ էլի հետևանքը ինչ ա լինում, որ բացի նրանից, որ երկու անձնավորության կյանքը, այսպես ասած, աղճատվում, այլ նաեւ էլի այստեղ տուժում են երեխաները, տվյալ պարագայում արդեն տարբեր առանձնահատկություններ եւ յուրահատկություններ ունեցող երեխաներն են տուժում։ Սա էլ եմ ես համարում բնականաբար խնդիր։ Եվ ամուսնական փուլում, տեսեք, միջ ամուսնական փուլից էլի կուզեմ մի օրինակ բերել, երբ որ, ինչպես ասում են, տղամարդը ոսկե սարեր է խոստանում իր սիրած կնոջը կամ սիրած աղջկան, բայց ամուսնությունից հետո կինը տեսնում է, որ այդ ոսկե սարերը ինչ որ չեն երևում։ Եվ գիտեք, այստեղ, բայց այդքան էլ ոչ մեկի չենք մեղադրում, բայց կուզեմ անդրադառնալ ընտանեկան հոգեբանությունից էլի մի հատ հետաքրքիր թեմայի, դա սեր եւ կիրք հասկացողությունն է, ինչպես ասում են, սերը դա ամենախորհրդավոր զգացմունքը դա սերն է, սակայն երբեմն ամենավտանգավոր զգացմունքը դա կիրքն է, այսինքն երբեմն տղամարդիկ, երբ որ խելակորույս սիրահարված են լինում այդ կրքերի ազդեցության տակ, այնպիսի խոստումներ կարող են տալ իրենց ապագա կանանց, որ ամուսնությունից հետո երբեմն իրանք են մոռանում, որ այդպես խոստումներ են տվել։ Այսինքն ես չեմ մեղադրում որևէ մեկի, դա ընդհանրապես երբեմն լինում է այդ սերը, երբ որ հասած է լինում իր պիկին, այդ
երբեմն աֆեկտիվ գերհուզական վիճակում կարան այնպիսի խոստումներ տալ եւ իրանց թվով որ իրանք անպայման դա կարող են անել եւ ամուսնությունից հետո երբ որ մի փոքր այդ կրքերը հանդարտվում են եւ կանայք եւ երբեմն տղամարդիկ տեսնում են որ այդ իրենց խոստումները փաստորեն ոչ միշտ է կատարում բայց ամեն դեպքում սա էլ կարող արդեն ամուսնական փուլում բերի ցավոք սրտի ամուսնալուծությունների եւ այստեղ զույգերից յուրաքանչյուրի մոտ արդեն կարող աղճատվի նաեւ սիրո նկատմամբ ունեցած իրանց պատկերացումները, ակնկալիքները, ընտանիքի նկատմամբ ունեցած իրենց պատկերացումները, ակնկալիքները եւս որպես ամուսնալուծության հետևան կարող են լինել դրանց աղճատումները, այդ կարևոր մարդկային արժեքների աղճատումները։ Եվ արդեն ամուսնական փուլում մենք արդեն խոսեցինք դավաճանությունների մասին, աշխատանքի մասին, ինչը որ կարող է բերի ամուսնալուծություն եւ նաեւ կենցաղը։ Ինչպես ասում են, կենցաղը երբեմն ամուսնական կյանքում սպանում այդ սեր կոչվածը եւ սա էլ է խնդիր։ Եվ եթե մենք նայենք հոգեբանության տեսանկյունից, մենք պետք է հիշենք, որ տղամարդը ինքը որսորդ է։ Տղամարդու համար շատ կարևոր է յուրաքանչյուր բանի հասնելը։ Նույն օրինակ աշխատանքի մեջ, երբ որ տղամարդը ունի կայուն աշխատանք, ինքը դա արդեն համարում է որ լավ է եւ արդեն մտածում է ընդհանրենք ամուսնության մասին։ Ամուսնությունից հետո իրան էլի, այսպես ասած, նոր որս է պետք եւ երբեմն այդ որսը ցավոք սրտի լինում են այլ կանայք, սիրուհիները։ Չնայած ես կարծում եմ, որ որպես հոգեբան սիրուհիները հենց այնպես երբեք ոչ մի տղամարդու կյանքում չեն հայտնվում, բայց սա եւս այլ թեմա է, որի մասին այսօր չեն կարող շատ անդրադառնալ։ Բոլոր դեպքերում կենցաղը, այս դավաճանությունները եւս ուշադրության պակասը զույգերի միմյանց նկատմամբ հոգնածությունը եւս ամուսնական փուլում կարող են պատճառ հանդիսանալ ամուսնալուծությունների։ Եվ այստեղ կարևոր էլի մի բանի մասին եմ ուզում խոսել քայքայման փուլի մասին, հարգելի հետևորդներ, որ դա էլ հեշտ չի քայքայման փուլը։ Կան մարդիկ, որոնք ամուսնալուծությունը համարում են դատավճիռ եւ գտնում են, որ չեն կարող նորովի կառուցել իրենց կյանքը, բայց սա այս ամենը միշտ չի որ այդպես է։ Մենք միշտ պետք է նաեւ հիշենք, կարծում եմ, որ այն ամենը, ինչ որ մենք մեր երևակայությամբ պատկերացնում ենք, դա մեր անցյալից ունեցած փորձն է, որ գալիս է մեր մոտ, հա։ Այսինքն, երբ որ մարդու մոտ մարդ ամուսնանում է, մի անգամ չի ստացվում իր կյանքը, կարա մտածի, որ չի ստացվի իմ մոտ։ Կամ երբ որ սիրային հարաբերությունները չեն տալիս իրենց պտուղները, այսինքն երկարատև ընտանեկան կյանքի այդ ակնկալիքները չի բավարարում, կարա նաև հիասթափվեն նաև սիրուց։ Եվ ինչպես ասում են նաև մի հետաքրքիր այսպես թեորի խոսքը, ասում է միայն հեքիաթներում է ամեն ինչ ավարտվում հարսանիքներով, happy end-ով, իսկ իրական կյանքում ամեն ինչ սկսում է հարսանիքից հետո։ Բոլոր դեպքերում խոսելով ընտանեկան հոգեբանության այս նուրբ թեմայից ամուսնալուծություն, պատճառներ, հետևանքներ, ինչու՞ չէ նաև արդեն մենք հասկացանք դրդապատճառներ, ինչի ծերներով կարող է մարդը ուզենալ ամուսնանալ, բոլոր դեպքերում սա եւս ինքը մի այնպիսի կառույց է, որը ինքնատատ ուսումնասիրության կարիք ունի։ Սակայն ես ուզում եմ նաև նշել, որ հոգեբանները հենց այն մասնագետներն են, ովքեր կարող են եւ կոչված են օգնելու նմանատիպ անձանց, նմանատիպ զույգերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակ, այնպես որ բոլոր դեպքերում պետք չէ հուսահատվել։ Սակայն հոգեբանին դիմելը եւս պետք է լինի ժամանակին, երբ որ դու դրա կարիքը զգում ես, եթե մենք չենք ուզում, որ դա հետագայում դառնա նևրոզների կամ այլ հոգեբանական խնդիրների պատճառ։ Եթե կունենաք հարցեր, խնդրում եմ, կարող եք դուք մեկնաբանություններում գրել, ես սիրով կպատասխանեմ եւ անհրաժեշտության դեպքում, ցանկության դեպքում կարող եք մեր այս եթերը տարածել, շատ հաճելի կլինի։ Միշտ օր հանդիպում։